Հայաստանի Հանրապետությունը ինչպես հայտարարել է, այդպես էլ շարունակում է նույն դիրքորոշումն ունենալ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմաններ չի առաջ քաշելու, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագիրը մեզ է պետք, մենք ոնց որ մեր մի շահը մյուս շահի հետ փոխել չենք կարող։ Ինչպես խաղաղության պայմանագիր ստորագրելն է մեզ պետք, այնպես էլ գերիների վերադարձը եւ Հայաստանի տարածքներից դուրս գալն է մեզ պետք եւ հետեւաբար մենք չենք կարող ասել մենք կկրակենք մեր ոտքին, եթե չանեք այն, ինչ մենք ուզում ենք։ Հետևաբար խաղաղության պայմանագրի օրակարգը Հայաստանի համար է առաջնահերթություն։ Եթե կլինեն կողմեր, երրորդ կողմեր, երկրորդ կողմեր, ովքեր կցանկանան ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, դա ավելի շատ ի վնաս Հայաստանի է, հետևաբար հօգուտ Հայաստանի է ամեն ջանք գործադրել, որպեսզի օր առաջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դուք գիտեք, մենք դեռևս նույնիսկ վերջի երկու կետը չհամաձայնեցված 24 թվականից ասում ենք, որ կարող ենք նույնիսկ այդ պահին ստորագրել, հետո համաձայնեցնել շարունակություն եւ արդեն եւ Հայաստանի համար դա ամենաառաջնահերթ հարցն է խաղաղության օրակարգում ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը առանց որևէ նախապայմանի։ Ղազարյան, ձեր ասացիդ կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանին պետք չի խաղաղության պայմանագիրը, դա հենց մեզ է պետք։ Ես չգիտեմ Ադրբեջան պետք է թե չէ, դե պետք է գնանք Ադրբեջանին հարցրեք, բայց այն որ մենք կարողացել ենք կառուցողական աշխատանքի միջոցով հասնել նրան, որ մենք համաձայնեցրել ենք խաղաղության պայմանագրի բոլոր կետերը, եւ ես կարծում եմ Ադրբեջանը նույնպես պիտի որ ձեռնտու լինի այս պահին, հենց այսօր ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի Հանրապետության շահերից նույնպես դա ելնում է, իմ դիտանկյունը այդպեսին է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք հենց այսօր ստորագրել խաղաղության պայմանագիրը, իսկ նախապայմանները միայն ավելի բարդացնում են process-ը, ես կարծում եմ, որ դրա վրա պետք է ուշադրություն դարձնենք, փորձենք ավելի կառուցողական տրամաբանության մեջ մտնել, չդարձնենք խաղաղության պայմանագրի համար խնդիրներ կամ Ադրբեջանից եկող խոսույթները մեր ներհայաստանյան կյանքում մանավանդ նախընտրական շրջանում են, որ ինչ որ դուք ասեցիք, ոնց որ ավելի շատ նախընտրական խոսույթի մասը, քան իրական ռեալ քաղաքականության, եւ փորձենք Հայաստանի եւ Ադրբեջանի տանել խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը, ես կարծում եմ կառուցողականությունը բոլորիս համար օգտակար է, բոլոր երկրների հետ Հայաստանի կառուցողական հարաբերություններ ունենալը հայ ժողովրդի շահերից է բխում։ Մի կարճ լրացում էլ անեմ, այն ինչ պետք է մեզ կամ այն ինչ պետք է Ադրբեջանին կամ այն ինչի շուրջ համաձայնենք եւ մենք եւ Ադրբեջանը հստակ սևով սպիտակի վրա արտահայտված է նախ սահմանազատման եւ սահմանագծման ուրեմն կանոնակարգում, որ առաջին պաշտոնական փաստաթուղթն էր եւ այնուհետեւ նաեւ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում եւ խոսակցություններից այն կողմ ռեալ իրականությունը սա է եւ պետք է ամեն ինչ բխեցնել պայմանավորվածություններից, փաստաթղթերից եւ ոչ թե ուղղակի տարբեր մեկնաբանություններից եւ խոսակցություններից։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։